Փարքներդեհին աշխարհում չկա այդպիսի մի ժողովուրդ, հին ժողովուրդ, ով անընդհատ պետականություն է ունեցել։ Անգամ կան ժողովուրդ, ովքեր գերտերություն են ունեցել ժամանակին, բայց հիմա անգամ պետություն չունեն։ Եվ մեզ էլ երբեմն ստացվել է այնպես, որ դարերով չենք ունեցել պետականություն։ Եվ երբ որ վերականգնվել է պետությունն ու պետականությունը, այդ սերունդին միշտ փառաբանել ու մեծարել են թե պատմիչները, թե գրիչները եւ աշուղները, երգեր են ձոնել նման սերունդի նվիրված։ Իմ սերունդը պատկանում է հայոց բազմահազար տարվա պատմության այն սերնդին, որը կորցված պետականությունը վերականգնեց։ Եվ ես անգամ զուգահեռ կարող եմ տանել Բագրատունյաց իշխանական տան հայոց պետականություն վերակերտած երևույթի հետ։ Բագրատունները, երբ որ 9-րդ դարում հայոց պետականությունը վերականգնեցին, նրանք գնալով հզորացրեցին պետությունը։ Մինչև սերնդափոխության հետևանքով 3 դար անցնելուց հետո ծնվեցին այնպիսի արքաներ, որոնք եղբայրներով չկարողացան իրար հետ հաշտվել, կիսեցին երկիրը, ապա այն մի եղբայրը, որ զավակ չուներ, երկիրը կտակեց թշնամուն։ Պատկերացնում եք, սերնդափոխության հետևանքով ստացվում է նաև անհաջող, որի պատճառով կորցնում ես ամեն ինչ։ Հիմա թագավորություններ չկան։ Հիմա համայնավարություն է, հանրապետություն է, եւ երկրի տերուտերեկանը ժողովուրդն է, ոչ թե թագավորը։ Եվ եթե թագավորը ունենում էր անհաջող զավակ, որի պատճառով կարող էր պետությունը կործանվել, հիմա նման երևույթ չկա։ Հիմա պետք է մարդը ընտրի ղեկավար, այսինքն լավագույնը։ Այսինքն մենք միշտ հնարավորություն ունենք լավին ընտրելու։ Եթե այն ժամանակ իրավունք չունեինք, որովհետև թագավորը կարող է 1 տղա ունենալ եւ այդ տղեն լիներ, չգիտեմ, հարբեցող, խեղկադակ, չգիտեմ, թմրամոլ եւ պետական գործերով լուրջ չզբաղվեր ու պետությունը քանդվեր, խալխլվեր իր կեցվածքի հետևանքով, հիմա նման բաներ չի լինում։ Հիմա մարդուն 21-րդ դարում հնարավորություն է տրված ընտրելու լավագույնին, որ միշտ լավը ղեկավարի։ Ու հանգարց մենք ընտրեցինք ամենավատին, ով իր դասալիկ խմբով փորձում է մեր սերնդի ձեռքից, ում մասին պետք է իսկապես հայոց պատմության մեջ ոսկե տառերով գրվի, որովհետև պետականություն ենք վերականգնել։ Ուզում է մեր վերակերտած պետությունը մեր ձեռքից տանի։ Ես չգիտեմ, դուք հմեկին եք հետևում, չգիտեմ, որ մի առաջատար հեռուստատեսության եք հետևում, որտեղ անընդհատ գուժում են կորստի մասին, վախ, ցավ են տարածում, եւ այնպես են տարածում, ասած, որ դա նորմալ երևույթ է, որ մենք սովոր ենք, մենք չենք կարողանում պետականություն պահել երկար, պետք է կորցնենք, դա նորմալ է, էլի։ Դա նորմալ չէ։ Եթե ես անկախ պետություն եմ կերտել, իմ կենդանության օրոք չի կարող այդ պետությունը անկում ապրել։ Բոլորս պետք է այդպես մտածենք։ Մենք դեռ կանք։ Մենք ենք կերտել այդ անկախ Հայաստանը այսօրվա։ Ու հանգարց ինչ որ մեկն եկել է ասում է քո իրավունքները այստեղ չի տարածվում, այստեղ Ալիևի իրավունքներն են տարածվում։ Ալիևը ոնց ցանկանա այնպես է լինելու։ Ալիևը ինչ կետ պարտադրի պետք է համաձայնվենք։
Ալիևը ինչ ուզի պետք է տանք։ Մեր ոչ մի սերունդ այդպես չի ապրել։ Ես չգիտեմ, օրինակ 15-րդ դարի, 16-րդ դարի, 17-րդ դարի սերունդը երևի ճիքերը չեն ցույց տվել, որ պետություն վերականգնեն, պետականություն ստեղծեն։ Ես թողբեցամտություն չլինի, մեր սերունդը համեմատ 15-րդ, 16-րդ, 17-րդ դարի սերունդի հետ մեզ կարելի է նույնիսկ տանել ու նույնականացնել, ելի եմ ասում, Բագրատունյաց ընտանիքի հետ, թագավորական, ազնվական ընտանիքի հետ։ Հիմա ինչ է, մեր աչքի առաջ, մեր արյան, մեր կյանքի գնով, մեր արժանապատվության այս համատեղ ներդրմամբ ստեղծած պետությունը, այսինքն վերը ստեղծած, մենք որից է մեկի տարածքում, ոչինչ, մենք բուն չենք դնում ուրիշի բնի մեջ զաքեր չենք անում, մենք թուրք չենք, մենք ցեղասպան չենք, բայց արի ուտես, թուրք Նիկոլն եկել է ու ասում է, մեզ չեն ցեղասպանել, մի կողմից էլ Ալիևն ասում է, բա Խոջալուն դուք եք արել, ու հակադարձում չկա, սենց ամոթ, այսպես վարկաբեկում, որևիցե սերունդի հայ ժողովրդի, անգամ առաջին համաշխարհայինի տարիներին, որ այդպես սրի քաշեցին, մորթեցին, անգամ դեպքեր կան, որ զարմանում ենք մարդիկ ոնց են հնազանդ կանգնել ու իրենց գնդակահարելին ու մորթել են, չեն դիմադրել։ Եվ ցավ եմ ապրում եւ ամոթ։ Բայց այդ սերունդը ուժ գտավ իր մեջ սարդարապատ արեց, Բաշաբարան ուղարակիլիսը արեց։ Ինչ ես սրճարանում, ինչպես ես քեզ թույլ տալիս սրճարանում զվարճանալ։ Երբ որ քո իշխանությունը գուժում է, ասում է, մեր պետականությունը վտանգի տակ է։ Պատկերացնում եք։ Ու պարգևավճար ես տանում։ Իսկ դու հանգիստ գնում ես ծնունդ, կնունք, առիթ ես փնտրում սեղան նստելու։ Այդ հլը քիչ է նկարում ես, հետն էլ համացանցում եք տարածում։ Ոնց որ ասես իմ հետ վեճը չի, երգիրը կքանդվի, կավիրվի, ինչ հայրենիք, ինչ բան, այսօր փորս կուշտե սեղանը լի, նկարում եք առանց վատը զգալու ու գցում եք համացանց։ Դուք վախ չեք զգում, մինչև երբ պետք է լի սեղաններում նստեք, վերջ ունի է դա, հենց ստորագրեցին այն պայմանները, որոնք բոլորը թելադրվել են Ադրբեջանի կողմից, դու դադարելու ես պետություն ունենալուց, ինչ ունես, անգամ քո տունը պետական ունեցվածքի տեսքով պարտքերի դիմաց ձեռքդ վերցնելու են, քեզ էլ ասում են ուզում ես ապրի, վարձեթուր ապրի, չես ուզում, հրադդ քաշի գնա, անտարբեր ես մնալու այսպես, ականջդ դնելու ես Նիկոլների, իրենց սազանդարների, որոնք մեծարում են, ասում են, այ մարդ ես ինչ ուժեղ բան արեց, ադրբեջանցիները չեն էլ ուզում ստորագրեն այս թուղթը, մի թուղթ, որտեղ դու ոչ մի իրավունք չունես, անկախ Հայաստանի կերտողներից մեկը ես եմ, իմ կենտանության օրոք ինձանից հայրենիք ոչ ոք չի կարող տանել, ես ատամներով կպահեմ եթե հարկ լինի, բայց ոնց որ հարկ է լինելու, որ ես ատամներս գործի դնեմ, շատ հանգիստ մի մնացեք, Նիկոլը ամեն ինչ արդեն ծրագրավորած անում է, ինչքան տանդ քնես, այնքան մոտենում է քո վերջը, քո ունեցվածքի վերջը, քո ապագայի վերջը, այսպես չի մնա։